Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ես ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որը մեկ հարկի տակ էր համախմբել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների եւ ոլորտի ներկայացուցիչների։ Տարվա լավագույն երգը Արամ Էմպետրիի Երևի ստեղծագործությունն էր, որի խոսքերի հեղինակը Հարութ Թիզյանն է, իսկ երաժշտությունը գրել է Վարդան Գալստյանը։ Եվ հենց այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք Հարութ Թիզյանին եւ Վարդան Գալստյանին։ Բարի լույս։ Բարի լույս, շատ լավ։ Դե շնորհավորում ենք ձեզ։ Այո։ Շնորհակալ ենք։ Ուզում եմ հասկանամ տարվա լավագույն երգ, երբ որ գնահատվում է, հա, սերտի ամենաբարձր գնահատականն է աշխատանքի։ Ինչ զգացողություններ կան։ Զգացողությունները պարտավորեցնող են։ Առաջին հերթին ավելի։ Իսկ մնացածը շատ հաճելի։ Երգը, որ արդեն եղավ, այսինքն գրվեց, ներկայացվեց, դարձավ երգ, տրվեց երգչին, արդյոք արդեն ոնց որ ձեզանից չի պոկվում այդ ամեն ու գնում իրեն վերջ, էլ ձերը չի։ Այդպիսի զգացողություն ունեք, թե չէ։ Ամեն դեպքում այդ հարազատի զգացողությունը պահվում է։ Ըստ երգչի, Արամի պարագայում շատ մեզանական է դառնում ամեն ինչ, որովհետև Արամի մոտեցումը երգին շատ ուրիշ է եղել, որովհետև ինքը լսել է եւ դրանից անմիջապես հետո մենք տենց դարձրել ենք դա մերը ուղղակի։ Հետո նույնպես էներգետիկա դաշտը ավելի ինքը հավատացել է մեր նման տվել ստեղծագործությանը, որտեղ քիչ արտիստներ կան, որոնք որ շատ կարևոր է միանգամից ըմբռնում են երգը, միանգամից գալիս են ճանապարհով, որը որ մենք ասում ենք վստահ ենք, որ քո կատարմամբ լավ է լինելու։ Իսկ ինչպես էր իրականում, երբ գրում եք բառերը եւ երգի երաժշտությունը, վստահ եք, որ հենց Արամն է կատարելու, հենց իր համար եք գրում, թե գրելուց հետո, երբ երգը պատրաստ էր, նոր որոշեցիք, որ սա Արամը ամենալավը կկատարի։ Քիչ հանդիպող դեպքերից է, որ տեսեք, այդ ամպլուայի երգիչ երևի թե մենակ Արամն է, որը որ ներկայացնում է, խոսքը լավ կամ վատ երգչի մասին չի, ուղղակի ոճային առումով, ու հենց երգը գրվել է Առաջին մարտը հենց ինքն է եղել, որ մեր մտքով անցել է։ Ինքը զանգել ենք, ինքը եկել է ու միանգամից հենց լսեց, ասեց Վարդան, միանգամից զայնագրում ես։ Ասես մի շնչով է գնացել էլի ամբողջ այդ ընթացքը, մեզ էլ է շատ հաճելի ու շատ դրական է եղել ամեն ինչ։ Դրա համար էլ մի շնչով ընտրվել է որպես տարվա լավագույն երգ։ Հիմա առաջարկում եմ վայելենք միասին, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Երևի։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ, որտեղ իրոք շատ գեղեցիկ գործ է։ Միջև Արամը, հա, կան համագործակցություններ, թե սա հենց առաջի համագործակցությունն է։ Երգի տեսանկյունից շատ համագործակցություններ, մեր ընկեր Արկադի Դումիկյանի հետ համարյա 80% գործերը Արամի հետ։ Արամի հետ սա առաջի գործակցությունն է։ Արամինը Երևից սկսել են։ Երևից ենք սովորական տղան դարձյալ։ Իսկ Երևի ամեն ինչ հարթ գնաց, թե ամեն ինչ շատ հարթ գնաց։ Նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր ընկերոջը Մարտինին Միրզոյան, ով միքս մաստերինգն է արել տվյալ ստեղծագործության բարձր մակարդակով եւ այդ թիմային աշխատանքը իրոք շատ հարթ ընթացք է ունեցել։ Բազրեն հետո եղավ սովորական մի տղան, հետո էլի գործ կա, որի մասին հիմա կողենք փակագծեր մի քիչ բացել։ Մենք իրավունք չունենք այդ փակագծերը բացելու։ Բայց սպասենք նոր գործի վստահ ձեր համագործակցությամբ Արամի հետ։ Այո։ Այո։ Արամը հիմա կլսի, Արամի լսի, մենք ասենք, բայց Ոզակ քնած է Արամը հիմա, չի լսում։ Կարող եք ամեջ պատմել։ Շատ լավ, ուզում եմ հասկանամ, հա, այսօրվա չափանիշները լսարանին շոյելու, գոհացնելու համար որն է, որ գրում եք եւ մտածում եք, այսա հիթ է դառնալու։ Ինչ փոխվեց հայ երաժշտության այս ընթացքում, որ հիմա հիթը դառնում է հենց այս տեսակի գործը։ Տեսեք, այդ հարցին այդ այն գլոբալ հարցն է, որ տանջում է բոլորին, իսկ որ այս երգը անենք հիթ կդառնա, մենք չգիտենք։ Ամենակարևոր բանը երաժշտությունը գրվում է, խոսքերը գրվում է, եթե երգը անկեղծ է, մենք սենց լսում ենք ու մենք մեր գրածին հավատում ենք, Մեզ համար շատ կարևոր է նաև երգիչն էլ հավատա մեզպես, որովհետև լինում են դեպքեր, որ մենք հավատում ենք, բայց երգիչում քիչ կասկածները առաջանում, արդյոք հա, որ բայց կարա լինի այսպես, բա։ Դրա համար այդ ընթացքը ոնց որ մագիայի պես բան է, էլի, որ ցենց կպնում է միմյանց եւ ստացվում է։ Եթե երգչի մոտ հարցեր չի առաջանում, այսինքն ինքն էլ միանում այն էներգիային մեր ստուդիայի,
Իսկ մեր ստուդիայում էներգիան շատ է, որտեղ մենք ամեն գրած գործին, որ տենց, չգիտեմ, մի քանի գիշեր աշխատում ենք դրա վրա, մենք սկսում ենք հավատալ դրան ու այդ մթնոլորտը ստեղծվում է։ Եթե ինքը գալիս է ու այդ մթնոլորտին միանում է, ոչ թե մի այլ մթնոլորտ է սարքում, բայց այնտեղ հա, բայց կլինի որ բան, այդ արդեն քանդվում է ամեն ինչ։ Իդեպ ես համաձայն եմ ձեզ հետ, որ երգչի գործոնը շատ կարևոր է, որովհետև հիմա նորից լսելով երգը համոզվեցի եւս մեկ անգամ, որ Արամից լավ ոչ ոք այդ էմոցիան գուցե չփոխանցի, երևի չփոխանցի։ Երևի, ճիշտ եք ասում, տեսեք, մի հատ sense կարևոր բան կա, որ այս ամեն ինչը ստեղծել են Կարեն Սևակը եւ Ավետ Բարսեղյանը, այս ոճը մենք չմոռանանք դրա մասին, Կուզեսով, հա, Կուզես երգով ու մենք շատ շնորհակալ ենք մեր ավագ ընկերներին, որովհետև մեզ համար մի քիչ ասֆալտ ճանապարհ է հարթված։ Ավետ Բարսեղյանը այնքան էր ուրախացել մեր հաջողությունով, իմ ու Վարդանի, որ աննկարագրելի էր այդ ամեն ինչը։ Կարեն Սևակն էլ մեզ շնորհավորեցին ու այն հիմքը եթե կա ու ինքը ամուր հիմք է, դու կարող ես որպես երիտասարդ աշխատել, ստեղծագործել ու պահել են ինչը որ կա։ Այսինքն, էլի ստեղծագործել նոր երգերով բան, բայց արդեն տղերքը արել էին այն ֆունդամենտալ գործը, այս ոճը սիրված էր այլևս Հայաստանում։ Իսկ որ արտիստների հետ է ավելի հեշտ աշխատել, որովհետև յուրաքանչյուր տեսակ, ձև ունի նաև իր կմահաճույքները, հա։ Այ ում հետ ավելի հեշտ աշխատել կամ ում հետա որ դե լավ էս մեկն արեցինք էլ չենք անելի։ Չէ, մենք չունենք այդպիսի բան, չէ։ Մարդը բոլորի հետ կոմֆորտ զոնան կարողացել ենք ստեղծել։ Ամեն մարդու պիտի մոտենաս յուրով էլի։ Տեսակով էլի, այո։ Եկեք Արկադի Դումիկյանի հետ համագործակցությունից եւս խոսենք, որովհետեւ ցավոք ինքը ոչ մի նոմինացիայում չկար, բայց գիտենք թե ինչքան է աշխատել ամբողջ տարի, ինչքան սիրված է ամբողջ հայազգի կողմից եւ բոլորը դա նկատում են, բոլորը դրա մասին գիտեն։ Որ գործերն է, որ դուք եք իր համար ստեղծագործել։ 24 թվականի գործերից եկեք սկսենք։ 24 թվականի գործերից, 24 թվականի վերջի գործից սկսենք եկեք, նոր տարվա գիշերից, հա։ Սկիզբս ընթացքը ստարտը եղել է Սարով Ձոյրովից։ Սկիզբը, այսինքն մեր համագործակցությունը։ Ամենահիթային գործերից երկուսը դուք եք փաստորեն։ Ճամփատվեք, Լույս աղջիկ։ Ու այդպես այն ասեր շատ են գործել Դումիկյանի հետ մեր համագործակցությունը հիմա Միացյալ Նահանգներում արևենք Արկադին ու ասենք իրան շնորհակալություն, որովհետև տեսեք, եթե չլիներ ինքը ու Սարով Ձորերով գործը չլիներ, հնարավոր է, որ իմ գրիչը ու Վարդանի երաժշտությունը այսպես պոպուլյար չդառնար։ Ինքը մեծ ավանդ ու ներդրում ունի մեր ստեղծագործական կարիերայի մեջ։ Շնորհակալություն։ Ձեր համագործակցությունը որքան ժամանակ է եւ ինչպես սկսվեց։ Մենք իրար հետ ենք ծառայել։ Արցախից է սկսվել մեր համագործակցությունը։ Դեռ այնտեղից մտքեր կար, որ պետքա գնանք։ Այդտեղ էլ ամուր հիմքեր կան, էլի։ Բանակային ընկերները ամենալավ ընկերներն են դառնում տարիների ընթացքում։ 2018 թվականից տենց երազանքներ փոքր պահելով, աշխատելով Ծորամասում, ինչի՞ չէ ազատ ժամանակը իհարկե, եթե սահմանում չենք։ Արցախում որտեղ եք ծառայել։ Մեխակավան։ Մեխակավանի Ծորամասում։ Համագործակցությունների աշխարհագրությունը շատ լայն է, հա, որովհետեւ չեմ սխալվում նաև Նունե Եսյանի հետ։ Իդեպ ասեմ, որ Նունե Եսյանի Ձյուն երգ, առաջին Ձյուն երգը բավական էսպես սիրված ու տարածված եւ իմ ամենասիրելին էր եւ վերջին շրջանում ամեն համերգի ընթացքում ես Նունեին, եթե առաջ ասում եմ, խնդրում եմ Դիանջումյանի Ձյունը երգի, հիմա ես ասում եմ Նունե ջան, շատ եմ սիրում այն Ձյունը, որը նոր է եւ իհարկե արդեն հասցրել է սիրվել ու իրոք ապրեք, բրավո տղեր, որտեղ իրոք շատ գեղեցիկ են բոլոր հետաքրքիր ձեռագիր ունեք, հա, որը կարծում եմ, որ այսպես շատ հետաքրքիր նշվում է եւ հետո հատուկ արտիստի։ Դա էլ է շատ կարևոր իմանալ արտիստի տեսակը, ձևը, դա ամենակարևորն է, որովհետեւ շատ հաճախ կարող ես երգեր գրել, տալ տարբեր արտիստների եւ հետո հասկանալ, որ նույն բանը ստացվեց։ Դա երևի նաեւ այնն է, որ հաշվի չենք առնում, որ այս արտիստը այս տեսակի մեջ է, այս ձևի մեջ է եւ բնականաբար հատուկ իրեն պիտի այդ ամենը արի։ Տեսեք, մի հատ շատ կարևոր բան կա, որ մենք հասկացել ենք մեր ավագ ընկերներին, Մարտին Միրզոյանի գլխավորությամբ, մենք մշտապես փորձում ենք
հարցնել անցյալում ինչ ա եղել։ Օրինակ մի գործ անել են, ինչ որ Ոնց sense ա եղել արձագանք ա առաջ։ ստացվել կամ բան ու մեր ավակ սերունդը շատ լավն է, անկեղծ եմ ասում, որտեվ իրանք sense գիշերը 3-ին էլ զանգենք, ասենք մեր ստուդիայում ենք, մի հատ sense բան կա, էլի բան ենք գրել, կարող է գաս մի հատ լսես կամ բան, Մարտինը առաջին մարդկանցից մեկն է, ով այդտեղ կանգնած է ու մեզ խորհրդով օգնում է ու երևի դրա համար է, որ մեր մոտ տենց մի քիչ լավ է ստացվում։ Շատ լավ, ուզում ենք ձեզ հաջողություններ մաղթել, որովհետև իրոք շատ շնորհակալ հետաքրքիր տեսակ եք բռնել եւ այդպես շարունակեք։ Շատ գեղեցիկ են ստացվում այն ամեն ինչ, որ անում եք եւ ձեզ ուզում ենք նվիրել Իջևանի սափոր սպիտակը։ Որպեսզի ոգեշնչի նոր երգերի համար։ Ու հետո սա դառնա իհարկե ոգեշնչում նոր գործերի համար։ Շնորհակալ ենք շատ։ Լավ դրամատուրգիան համար եւ քանի որ դուք ինքներդ եք արարում երգեր, այստեղ արև բացիկներն են, որտեղ ներառված են հայտնի երգերից եւ բանաստեղծություններից տողեր։ Այսպես ասեմ, բացիկներում կային նաև ձեր տողերից, բայց քանի որ հիմա իմ մոտ չեն, ես ձեզ նվիրեմ ավելի նեյտրալ, որովհետև դասականները հիմքն են այն ամենի։ Միանշանակ։ Ինչը որ ինչից որ սկսվում է։ Սահյանի եւ Տերյանի խոսքերով են, ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից եւ քո աչքերի դեմ իմ աչքերը կույր։ Սա նվիրեք այն մարդկանց, ովքեր ձեր կողմից սպասում են հենց այս խոսքերին։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն եւ հաջողություններ ձեզ։ Հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ ենք շատ։ Դե Կլինիկ արտատավ դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։